Պարոն Սարգիսով այս պահին քննվում է Ալիկ Ալեքսանյանի կալանքը որպես խաթարման միջոց բնիշի միջնորդությունը, ինչ ակնկալիքներով մեկ դատարանից։ Տեսեք, գործից եթե մենք խոսում ենք իրավական առումով, որևիցե խելամիտ, չգիտեմ, հիմք, փաստարկ, պատճառահետևանքային կապ, այն ինչը որ իրան մեղսագրվում է, իրականության հետ որևիցե աղերս չունի։ Ես բազմիցս ժամանակին հայտարարել էի, որ սա քաղաքական հետապնդումների շարք է եւ արդեն էական չի, ինչ հոդված են դնում, ինչ հիմնավորում են բերում, ինձ թվում է շուտով ուղղակի ասելու են մենք այս մարդուն ուզում ենք բռնենք, այդքանով բավարարվեն։ Այս դիրքում է գտնվում այսօր մեր երկրում արդարադատությունը, իրավունքը, առհասարակ։ Ակնկալիքները ոնց որ միշտ մենք հույս ենք փայփայում մեր հոգում, մտքում, որ դատարանը ի վերջո ինչ որ նշույլներ արդարության, արդարադատության, խղճի օրենքի կպահպանի եւ արդար որոշում կկայացնի, այն է անհապաղ ազատ կարձակվի մեր գործընկերը հենց դատարանի դահլիճից։ Շփվել եք Ալեքսանյանի հետ տրամադրություն Ուղիղ շփում չենք ունեցել, բայց փաստաբանների միջոցով մեզ փոխանցեցին, մարտական տրամադրված է, ինչպես միշտ, ոգևորված, որևիցե ընկճվածություն չունի, քանի որ բոլորս վստահ ենք, որ մնացել է մի քանի օր, վերջի քայլերն են եւ հաղթանակը շատ մոտ է։ Եվ այդ հաղթանակից հետո արդեն նմանատիպ իրավիճակներ մեր երկրում գրեթե պետքա բացառվեն, որ իրավունքը ի վերջո գերակայի։ Պարոն Սարգսյան, իր ձերբակալությունից անմիջապես հետո Նարեկ Կարապետյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր Ալեքսանյանը բավականին լավատեղի կերպով իրեն բարձրուշ բռնելու են, այսպես ասած, ձերբակալելու են։ Ինչու էր պայմանավորված այդ վստահությունը, որ ինքը ձերբակալվելու է։ Տեսեք, մարդուն երբ որ տանում են կալանքի եւ 1 տարի անազատության մեջ են պահում մեր ձևով արտահայտության համար, արդեն մեզ հիմք էր տալիս, որ անօրինականությունները եւ հետապնդումները, ճնշումները, բռնաճնշումները մեր թիմի նկատմամբ եւ յուրաքանչյուր թիմի անդամի նկատմամբ չեն բացառվում առնվազն։ Եվ յուրաքանչյուրս մեր մտքում պատրաստ ենք, եթե մենք այս պայքարը տանում ենք հանուն ապագայի, հանուն ուժեղ Հայաստանի, մենք պետք է նաև պայքարենք անարդարության, նմանատիպ իրավիճակների դեմ։ Բնականաբար Ալիկը ավելի ճիշտ կպատասխաներ այս հարցին, բայց փորձելով կռահել իր մտքերը, սա է, որ յուրաքանչյուր թիմի անդամ իր մեջ պահում է, որ անարդարությունը կարող է բոլորիս հետ պատահել, բայց դա մեզ որևիցե կերպով չի կանգնեցնելու, մեր կամքը ամուր է, մենք ուժեղ ենք եւ գիտենք գլխավոր նպատակը ունենալ ուժեղ Հայաստան։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։